Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Թովմասյան երեք Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հերթական պատերազմով, ասում էր չընտրվելու դեպքում տեղեկություններ ունի, որ ավելի դաժան պատերազմ է լինելու աշնանը, քան սեպտեմբերին, ինչպես կմեկնաբանի։ Առնվազն տարակուսելի այդ հայտարարությունը, այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ամբողջությամբ տիրապետում է մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական եւ ռազմավարական պլաններից եւ այդ մասին ոչ թե ահազանգում է, ոչ թե պատրաստվում է պատերազմի որպես իշխանություն, քանի որ ինքը այս պահին իշխանություն է եւ պատասխանատու է նաեւ վերահաս պատերազմի համար, այլ ինքը սպառնում է բոլորիս, որ եթե ինքը չընտրվեց, պատերազմ է լինելու։ Ես կարծում եմ այլևս Իլհամ Ալիևը կարիք չունի որևէ տեսակի խոսույթ ձևակերպելու, որովհետև նրա փոխարեն այլևս մեզ սպառնում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե առաջ մենք լսում ենք նույն սպառնալիքները Իլհամ Ալիևի շուրթերից, որ մենք հեսա Հայաստանը ոչնչացնելու ենք եւ վերադառնալու ենք մեր հողեր, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չլինեմ, լինելու է շատ դաժան պատերազմ։ Բայց եթե դաժան պատերազմ է լինելու, բա դու ինչով ես զբաղված։ Եթե դու գիտես, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դու ինչ ես անում։ Դու որպես մեր երկրի անվտանգության թիվ 1 երաշխավոր։ Դու ինչ ես անում պատերազմը կանխելու համար։ Եվ ինչ երաշխիքներ ունենք մենք, որ դու ընտրվես, պատերազմ չի լինելու։ Ո՞վ է տվել այդ երաշխիքը։ Ով։ Իր բերած խաղաղության երաշխավորը միայն ինքն է, ստացվում է այսպես։ Գիտեք, դե ստացվում է հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը կառուցում է իր անձի շուրջ։ Եվ մեզ ստիպում է, որ կամ պիտի ինքը լինի, կամ մենք կոչնչանանք։ Դե լրագրողներին ասաց, որ դուք հաշմանդամ ու գործազուրկ կմնաք, եթե ինքը չլինի, հասարակության մյուս շերտերին տարբեր ձևերով է վախացնում, այսինքն ինքը ստեղծում է մի անձնակենտրոն իշխանություն, զուրկ ժողովրդավարական եւ ինստիտուտների հակակշռման մեխանիզմի բոլոր տարերից եւ շարունակում է իր սպառնալիքները։ Ես կարծում եմ, որ սա ոչ մի տեղ չտանող խոսույթ է եւ այս իրավական ու քաղաքական շանտաժը պիտի հասարակությունը ուղղակի չտրվի այդ շանտաժին եւ սթափ որոշումներ կայացնի, այդ թվում եւ հունիսի 8-ին ընտրատեղամաս գնալու։ Եվ պետք է մարդիկ շատ լավ հասկանան, որ այս հակահայկական, հակաեկեղեցական, հակաազգային խոսույթը եւ գործողությունները շարունակական են լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, իսկ եթե հունիսի 7-ին նրան գնան եւ ընտրեն ցանկացած քաղաքական ուժ բացի Նիկոլ Փաշինյանից, ունենալու ենք միանգամայն այլ Հայաստան։ Տիկին Թովմասյան Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց, որ դա ընդդիմադիրների խոսույթի արձագանքն է, որ ընդդիմադիր ուժի մոտ եք տեսել տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Ես անկեղծ ասած որևէ բանական մարդու մոտ չեմ տեսել այդպիսի ձևավորված խոսույթ, որը որ ինքը գիտակցում է եւ պատասխանատու է իր խոսքերի համար, ինքը հայտարարի որևէ հարևան երկրի տարածքային նկրտումների մասին։ Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում։ Ռոմանտիկներ, չգիտեմ, քաղաքականությամբ զբաղվող, բայց քաղաքագիտության հետ կապ չունեցող տարբեր գործիչներ, որոնք որ իրենց են հռչակել քաղաքական գործիչ, գուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան խոսում են, բայց ինստիտուցիոնալ առումով որ կառույցը, կազմակերպությունը, որ ինստիտուտն է նման հայտարարություն արել, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, ընդդիմադիրները մեր գլխին պատերազմ են բերելու։ Հիշում եք առաջ ինչ խոսում ենք, ասում են հենց խոսակ պատերազմ կլինի, հենց հայտարարություն արեք պատերազմ կլինի։ Ես հիշում եմ մեզ բերել էի գերիների վերադարձը խոչընդոտելու մասով դատապարտող նախագիծ, ասում են, ոյ այդ նախագիծը եթե ընդունվի, մեր մոտ պատերազմ կլինի։ Այսինքն ցանկացած քայլ, եթե մենք իրականացնենք, լինելու է պատերազմ, բայց սա անլուրջ է։ Եվ նաև այսօր տնօրենը հայտարարեց Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց Կտրիչ Ներսիսյան, որքանով սա իրավական երկրի եւ առհասարակ իրավապահ համակարգի ղեկավարին հարիր խոսույթ է։ Գիտեք, ԱԱԾ տնօրենը, չգիտեմ, երիտասարդ տարիքն է համակարգում աշխատելու փորձառության բացակայությունը կամ խիստ պակասն է, ինքը չի գիտակցում ինքը որ կառույցի ղեկավարն է եւ իր հայտարարությունների լրջությունը չի հասկանում։ Այս փակ նիստի ժամանակ էլ ինքը բաներ էր խոսում, հետո հարց է տալիս, ասում է դե մոտավոր էսպես, այսինքն ես լուրջ չեմ վերաբերվի այդ պաշտոնյայի որևէ խոսքին, այդ թվում եւ այդ ձևակերպմանը, որտեւ ինքը չի գիտակցում իր պաշտոնի լրջությունը, կարեւորությունը եւ իր կարգավիճակի կարեւորությունը։ Սա բացառապես այն մասին չի, որ ոչ թե իրավապահ համակարգի ներկայացուցիչ է կամ իրավապահ գիծ է իրականացնում կամ վարում, այլ քաղաքական սպասարկու է։
Վաղուց Հայաստանում իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ վերածվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության դուստր ձեռնարկություն։ Տարբեր մակարդակի եւ տարբեր կալիբրի դուստր ձեռնարկություններ են եւ ոչ ավելին։